Բարև ձեզ, իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ այսօր զրուցելու եմ Լեռնային Ղարաբաղում կազմակերպված սոցհարցման մասին, որը վերաբերել է տարածքների հանձնմանը Ադրբեջանի վերահսկողությանը։ Սոցհարցումը կազմակերպել են Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով։ Ողջույն Թաթուլ։ Ողջույն Արփի։ Թաթուլ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նման հարցադրմամբ առաջին անգամ է սոցիալական հարցում կազմակերպվել Լեռնային Ղարաբաղում։ Այս նախադեպը ինչպես կբացատրեք եւ արդյոք սա նախադեպ է։ Նայեք, ուրեմն այսպես կարող եմ ասել, նախկինում էլ որոշակի սոցհարցումներ անց են կացվել Ղարաբաղում, մասնավորապես ես հիշում եմ տարիներ առաջ, հավանաբար 10 տարի առաջ, այդպիսի հարցում էր անցկացվել, թե ինչպես են արցախահայերը պատկերացնում Ղարաբաղի կարգավիճակը։ Այնտեղ տրվել էր 3 հարց, եթե չեմ սխալվում, ուրեմն Հայաստանի կազմում, անկախ եւ Ադրբեջանի կազմում, եւ հիշում եմ, որ Ադրբեջանի կազմում 1 թե 2 հոգի էին կողմ արտահայտվել եւ մեծամասնությունը բնականաբար կամ Հայաստանի միացմանը կամ անկախ կարգավիճակին։ Նույն այս կազմակերպությունը Հայաստանի Եվրոպացի բարեկամներ, որը գիտեք ասոցացվում է հայտնի Փեսայի, այսինքն Սերժ Սարգսյանի Փեսա Միքայել Մինասյանի հետ, նաև տարիներ առաջ է անցկացրել մի քանի սոցիոլոգիական հարցումներ, այդ թվում նաև Ղարաբաղում, ելի կապված կարգավիճակի հետ, բայց կոնկրետ այսպիսի հարցադրմամբ եւ Ղարաբաղյան կարգավորման այս դիվանագիտական այս աննախադեպ ակտիվացման հետ ես չեմ հիշում նման բան եւ այն ձևով որ հարցը տրվել է, ասենք ինչպես է մի քանի տարբերակներ են այնտեղ նշվել, ասենք 5+2, այսինքն 5 շրջան ենք տալիս, հետո 2-ն ենք տալիս, թե 2-ն ենք տալիս, այսինքն ակնհայտ բացահայտ ձևով եւ սա ցույց է տալիս, որ ոչ միայն կարևոր է թե ինչ սոցիոլոգիական հարցում է անցկացվում, այլ թե երբ է անցկացվում թայմինգի իմաստով եւ ով է պատվիրատուն։ Այս ամենը գալիս է հաստատելու այն բոլոր, այսպես ասեմ, մտահոգությունները, մտավախությունները, տեսակետները առայն, որ ինչքան էլ որ Հայաստանի իշխանությունները ասեն, որ մենք բանակցություններում քննարկում ենք ինչ որ տեխնիկական հարցեր, մասնավորապես դիտորդների թիվ ավելացնելու, այսինքն Կասպրշիկայի թիմի վերաբերյալ մեխանիզմ ստեղծելու, գուցե դա էլ է քննարկվում, բայց հիմնական հարցը, եւ ես էլ տեղեկացված եմ, քննարկվում է, այսինքն բանակցությունները մտել են, այսպես ասեմ, կարևոր, չասեմ վճռական, բայց կարևոր մի փուլ, որտեղ հստակ թուղթ է դրվել Հայաստանի իշխանությունների առաջ, եւ իմ տպավորությամբ այս անգամ եթե նախկինում Ադրբեջանն էր տապալում, իմ տպավորությամբ Հայաստանն է փորձում տապալել բանակցային գործընթացը, բայց ես կարող եմ սխալվեմ, բայց հայտարարությունների ոգին, երբ որ ես տեսնում եմ, թե արվող, ես այսինքն այսպես ասեմ, այն փաստաթուղթը, որ ես գիտեմ դրված է սեղանին, եւ այն հայտարարությունները եւ ոգին, որ արվում է Հայաստանի պաշտոնյաների կողմից, իմ մոտ առաջ է բերում այն տեսակետը, այն կարծիքը, որ հայկական իշխանությունների համար սա ընդունելի փաստաթուղթ չէ, որոշակիորեն պարտադրում է գնում եւ նրանք ուզում են մերժել եւ ուզում են տապալել բանակցային գործընթացը։ Թաթուլ, երկրորդ հարցը, որը եղել է հարցաթերթիկում, վերաբերել է հանրության արձագանքին, արդյոք եթե ոչ հայանպաստ լուծում տեղի ունենա կարգավորման վերաբերյալ, ապա հանրությունը կնդվզի, դուրս կգա փողոց։ Առհասարակ նման ձևակերպում արդյոք խոսում է այն մասին, որ հենք է նախապատրաստվում գործընթացը տապալելու համար հղում անելու հանրության կարծիքին։ Սովորաբար իշխանությունները նման կարևորագույն գործընթացներից առաջ երբեք հանրության կարծիքը ուսումնասիրելու, առավել եւս հաշվի նստելու հետ պրակտիկա ցույց չեն տվել։ Ահա, հետաքրքիր է ինքնին ձեր հարցադրումը, այո, արդյոք սա եւս չի արվում նրա համար, որպեսզի ասեն, դե տեսեք, ժողովուրդը դեմ է դուրս գալիս, այն դեպքում, երբ որ իրենք նույն այդ ժողովրդի կարծիքի վրա թքած ունեն, ասեն կարող են 1%-ով 1% շահել նախագահական ընտրություններում եւ թղթի վրա գրել ասենք 53% օրինակ, հա, եւ սա իրավամբ ցույց է տալիս, որ իրոք մտահոգություններ կան, բայց կոնկրետ այս դեպքում դժվարանում եմ ասել։ Կարող ենք ենթադրել, որ սա հարցումը անց է կացվել ոչ թե մի թիրախնդրելով, այլ մի քանի թիրախնդրելով։ Առաջին, ցույց տալ, որ գիտեք ինչ կա, տեսեք, մեր հանրությունը ընդհանրապես չի ուզում խոսել միթից հող զիջելու մասին։ Կարող է անցկացվել տարբեր նպատակ, այսինքն տարբեր թիրախներ կարող են ընտրված լինել։ Մանավանդ եթե որ հաշվի առնենք, որ սոցիոլոգիական հարցումը անց է կացնում մի կազմակերպություն, որը ասոցացվում է իշխանությունների հետ, որը որոշակիորեն պատրաստ
պատրաստել է միշտ, այսպես ասեմ, փորձել է ստեղծել ֆոն որոշակի գործողություններ հետագայում կատարելու համար։ Օրինակ նույն այս կազմակերպությունը, ասենք 2013-ի նախագահական ընտրություններից առաջ, մի 10 օր առաջ հաղորդագրություն տարածեց, որ Սերժ Սարգսյանի վերընտրությունը կասկածից վեր է։ Ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, այո։ Երկու պաշտոնյաների հայտարարության մասին կուզեմ խոսել։ Թաթուլ մեկը Ազատություն ռադիոկայանին Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը նշել էր, որ այս հարցում ըստեյության ուղղակիորեն կապ չունի բանակցային գործընթացի հետ, եւ երկրորդը ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արդեն հայաստանյան պաշտոնյա, ով խոսել էր արժանապատիվ խաղաղության մասին։ Շեշտադրումները կարծես թե փոխվել են երկու երկրներում էլ։ Իհարկե փոխվել է շեշտադրումները, եւ եթե նախկինում խոսում էին միթից հող չենք տա, էլ ավելին չեմ ասում, ադրբեջանցիներ խելքներդ գլուխներդ հավաքեք, էսա կգանք Քուրարաքսյան միջագետքը կվերցնենք, ավելին Բաքվում թեյել կխմենք, ակնհայտորեն փոխվել է։ Եվ Շարմազանովի այն հայտարարությունը, որ խոսում է արժանապատիվ խաղաղության մասին, սա վերադարձ է մի կետի, որը չի եղել հավանաբար հանրապետական կուսակցության պատմության ընթացքում, նկատի ունեմ նրանց իշխանական շրջաններում, եւ երբ որ լրագրողներից մեկը փորձել է պարոն Շարմազանովի ճշտել, թե արդյոք այդ 5 շրջաններ հանձնելը եւս տեղավորում է արժանապատիվ խաղաղության այդ ֆորմուլի շրջանակներում, նա պատասխանել է հիշեցնելով ինչ էինք ուզում 88 թվականին։ Մենք 88 եւ այստեղ մենք էլ կարող ենք հարց հնչեցնել, իրավամբ ինչ էինք ուզում 88 թվականին եւ ինչ նկատի ունի պարոն Շարմազանով այդ ասելով։ 88 թվականին հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց եւ ասում էր, որ ավելի ճիշտ խնդրում էր, դիմում էր Մոսկվային, ինչպես նաև Հայաստանին եւ Ադրբեջանին, ասելով, որ մենք ուզում ենք, որպիսի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այսինքն 44000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը Ադրբեջանի, խորհրդային Ադրբեջանի վերահսկողությունից վերցվի եւ դրվի խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Եթե սա նկատի ունի պարոն Շարմազանովը, ապա սա անհնար է իրականացնել, որովհետև ես չեմ պատկերացնում այսօրվա պայմաններում, ասենք, մի պետության թեկուզ չճանաչված կցում մեկ այլ պետության, որտեղ գործընթացները այդպիսին չեն, միջազգային դիվանագիտության տրամադրություններն այդպիսին չեն։ Այո, ճանաչման հարցում խոսքը գնում է ճանաչման ավելի շատ մասին եւ ոչ թե պետությունների միաձուլվելու մասին։ Ավելին, մենք անընդհատ տեսնում ենք, որ պետություններ են տրոհում, ոչ թե պետություններ են միաձուլում։ Եվ վերջի անգամ, եթե մեր հիշողությունը չդավաճանի, նման փորձ տեղի ունեցել 1989 թվականին, երբ որ գերմանյաները վերամիավորվեցին։ Դրանից հետո ոնց որ թե նման դեպք տեղի չի ունեցել, բայց ինքնին պարոն Շարմազանովի հայտարարությունը ուշագրավ է եւ ցույց է տալիս, որ իրավամբ էլի բանակցությունների սեղանին կա մի փաստաթուղթ, դրա շուրջ ընթանում են ամենաբարձր մակարդակի քննարկումներ եւ վերջերս արդեն լրագրողներն ու ընդհանրապես փորձագիտական հանրությունը շրջանառության մեջ է դրել դիպլոմատիկ տորնադո, այսինքն դիվանագիտական տորնադո ձևակերպումը, նկատի ունելով այն բոլոր բարձր մակարդակի հանդիպումները որտեղի են ունենում։ Տեսեք, այս պահին մենք երբ որ զրուցում ենք Լավրովը, պարոն Լավրովը Բաքվում է, բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ, մի քանի օր հետո Միացյալ Նահանգների, այո, պետքարտուղար Քերին է ժամանելու Մոսկվա, էլի ուշադրության կենտրոնում 3 հարց է, որոնցից մեկը Ղարաբաղյան կարգավորումն է։ Մի խոսքով, հենց Լավրովի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման վերաբերյալ հայտարարությունն էլ էր հետաքրքիր, որովհետեւ Լավրովը նշել էր, որ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգյան հանդիպումից, իսկ Պետերբուրգի հանդիպման վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները հակասական են։ Ադրբեջանական կողմը խոսում է, որ սեղանին կա փաստաթուղթ, ինչի շուրջ տեղ են ունենում ինտենսիվ բանակցություններ, հայկական կողմը խոսում է, որ բանակցություն թուղթ, փաստաթուղթ որպես այդպեսին չկա եւ բանակցությունները ընթանում են բացառապես այլ ուղղությամբ։ Գոհ լինելը այս ֆորմատում ինչպես բացատրեք։ Կողմ եմ թողնելու, թե Ադրբեջանը ինչ է հայտարարում։ Ես պիտի հղում կատարեմ այն տեղեկատվությանը, որ տարբեր աղբյուրներից ես ստանում եմ, եւ հայկական եւ ոչ հայկական, բայց ոչ ադրբեջանական, որտեղ մենք ինչ որ իմաստով նաեւ գուցե տեղին էլ չէ, էլի, հղում կատարենք Ադրբեջանին։
Եվ այս դեպքում էլ, այո, երբ որ տրամաբանորեն իշխանությունները մեզ որևէ ինֆորմացիա, որևէ արտահոսք ինչ ընդունված է միջազգային, ընդհանրապես միջազգային հարթակներում լրատվամիջոցների հետ աշխատելու պրակտիկայում տեղի չի ունենում, մենք ստիպված ենք փնտրել այլ ընտրական։ Ճիշտ եք ասում, բայց այս դեպքում ես կրկնում եմ, էլի Ադրբեջանին հղում չեմ կատարում, հղում եմ կատարում բանակցությունների մոտ կանգնած աղբյուրներին, որոնք հստակ ասում են, որ այո, թուղթ կա բանակցային սեղանին եւ այդ թղթում հստակ գրված է, որ առաջարկվում է, ես չեմ ասում Հայաստանը ընդունում է սա, ճիշտ հասկացեք, ավելին ես ասում եմ, որ Հայաստանը փորձում է տապալել սա եւ ըստ այդ թղթի տրամաբանությամբ ռուսները, որոնց հավանաբար նաև կմիանան շուտով եվրոպացիները, Հոլանդը հավանաբար շուտով կկազմակերպի Ալիև Սարգսյան հանդիպում, ամերիկացիներն են կցվում այս գործընթացին, հա, ըստ այդ առաջարկների հայկական կողմին առաջարկվում է 5 շրջանից դուրս գալ, դրա դիմաց ստանալ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը ամրագրված կլինի մի շարք, այսպես ասեմ, կարևոր կետերով։ Այ որոնք են այդ կարևոր կետերը, սա արդեն մանրամասներ է, բայց բանակցությունների թուղթը հենց դա է, այսինքն տարածքների դիմաց միջանկյալ կարգավիճակ, մի կարգավիճակ, որի մասին միշտ խոսվել է, այդ թվում մադրիդյան փաստաթղթում, կազանյան փաստաթղթում, բայց այս դեպքում մի միջանկյալ կարգավիճակ, որը շատ մեծ առավելություններ կտա Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, այդ թվում ընտրություններ անցկացնել, դիվանագիտական հարաբերությունների մեջ մտնել այն հարցերում, որոնք վերաբերում են իրենց ճակատագրին, բազմաթիվ այսպիսի կետեր կան ինչքանով, որ ես տեղեկացված եմ։ Խոսքը այս փաստաթղթի մասին է։ Թաթուլ, վերջին հարցը, տեսեք, խոսում ենք, որ հայկական կողմի իշխանությունների հայտարարությունները իրենց վարկը ցույց է տալիս, որ նրանք միտված են տապալել բանակցությունները։ Արդյոք Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին պետք է այս փուլում տապալել, թե ի վերջո անհրաժեշտ է լուծումներ գտնել։ Եվ արդյոք այն լուծումները, որոնք պարտադրվում են, դրանք կարող են երաշխիք լինել տարածաշրջանում պատերազմը կանխելու կամ զսպելու երկարաժամկետ կտրվածքով։ Նայեք, երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում չի կարող երաշխիք լինել խաղաղության համար, եթե տարածաշրջանի երկրների հոգիներում եւ սրտերի մեջ խաղաղության այսպես ապագան չէ։ Դու կարող ես ամեն ինչ զիջել, բայց ելի խաղաղություն չստանալ, հա? Ամենի ենթադրում են մի խելահեղ տարբերակ, երբ դու ամեն ինչ զիջում ես, բայց ելի խաղաղություն չես ստանում։ Ասենք դրանից հետո 20 տարի հետո Ադրբեջանը նորից պատերազմ է սկսում։ Դու կարող ես ոչինչ չզիջել ու ելի խաղաղություն չստանալ։ Հետևաբար խաղաղության հասնելու այս բանը ձևակերպումը շատ բարդ է տալ, թե ինչ փողզիջումներ անենք, որ մենք խաղաղություն ստանանք։ Նման բանաձև ես չգիտեմ։ Բանաձևը կրկնում եմ ժողովուրդների, պետությունների, այսպես եմ իմաստության մեջ է։ Լավ, արժի թե չարժի տապալել բանակցային գործընթացը։ Եթե շատ վատ փաստաթուղթ է, եւ եթե իշխանությունները զգում են, որ սա ընդունելու փաստաթուղթ չէ, իհարկե արժե տապալել, որովհետեւ դու գնում ես կարգավորման մի հարցի շուրջ, որը ոչ միայն որի պատճառով ոչ միայն 25 տարի դու տարբեր, այսպես ասեմ, զրկանքներ ես կրել եւ մարդկային եւ չգիտեմ ամեն եւ դիվանագիտական, եթե շատ վատ փաստաթուղթ է եւ եթե իշխանություններն էլ զգում են, որ սա ընդունելու բան չէ, իհարկե պետք է տապալել։ Եվ բայց միշտ հարց է առաջանում, արդյոք տապալելուց հետո ավելի վատը չեն դնելու սեղանին։ Մի խոսքով այնքան դժվար է այդ ձևակերպումը գտնել, որն է Ղարաբաղյան կարգավորման այն ոսկե միջինը, որը ժողովրդին դուրս չի բերելու փողոցներ, ապստամբության, ինչպես նշվում էր այդ սոցիոլոգիական հարցման միջև, Ինչը իշխանությունների հիմնական մտավախությունն է իմ կարծիքով։ Հա, իհարկե, որտեղ իշխանությունների համար ի վերջո Ղարաբաղի հարցը չէ, էլի մահվան ու բանի խնդիրը, իշխանությունների համար աթոռները պահելն է, իրենց գումարները, փողերը պահել, սա իհարկե փողի կռիվ է նաև, որտեղ Ղարաբաղյան հարցի լուծում, գիտեք ինչ կա։ Ես միշտ ասել եմ եւ պիտի կրկնեմ արփի, ես կարծում եմ եւ հավանաբար շատերն են նաև այդպես մտածում, որ Ղարաբաղյան հարց կարգավորել եւ մնալ իշխանության, դա գրեթե անհնար է լինելու, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորում ինչ նկատի ունենք։ Մի թուղթ, որի տակ Ադրբեջանի ստորագրություններ կա, չէ՞։ Արփի վերջում մենք բոլորս պետք է հասկանանք, որ ոչ միայն Ղարաբաղյան կարգավորման դեպքում, այլ միջազգային այս
դժվարագույն լուծելի հակամարտությունների հարցում կողմերը եթե գնում են զիջումների, ապա դրանք ցավալի զիջումներ են, այսինքն դու չես կարող պատկերացնել մի փաստաթուղթ, որտեղ կլինի Ադրբեջանի ստորագրությունը եւ որը օրինակ կհայտարարի այդ փաստաթղթի ոգին կլինի հետեւյալը, որ այս ստատուս քվոն ամրագրվում է, այդպիսի բան հնարավոր չէ պատկերացնել, հետեւաբար խոսքը գնում է ցավալի փոխզիջումների մասին եւ այս դեպքում սովորաբար միջազգային հանրությունը փոխզիջման պատրաստ կողմերին տարբեր աջակցություններ է ցուցաբերում, անգամ ներկայացնում է Նոբելյան մրցանակի, ուրեմն երաշխավորում է, որ նրանք կարող են մնալ իշխանության, այսինքն աջակցում է նրանց քաղաքականապես, ինչպես նաև տարածաշրջան է ուղղում միջազգային, այսպես ասեմ, ֆինանսական հոսքեր, այսինքն հետ հակամարտային այդ կարգավորելու բազմապիսի խնդիրներ, սա մենք կարող ենք ասել, այսինքն մենք պետք է հասկանանք, եթե խոսք է գնում Ղարաբաղյան կարգավորման մասին, լուծման մասին, ապա եթե լուծումը ենթադրում է, որ դրա տակ պիտի լինի հակամարտության մեջ ներգրաված բոլոր կողմերի ստորագրությունը, լուծումը լինելու է ցավալի։ Շատ լավ, շնորհակալություն Թաթուլ, հուսանք որ այնուամենայնիվ որքան էլ ցավալի գոնե հակահայկական կամ ոչ հայանպաստ լուծումներ չեն պարտադրվի Հայաստանին։ Շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։